Որ հանդիպեք Փաշինյանին, ինչ կասեք։ Կասեմ, փասապուս է թվակի ու ռադի լստիա։ Ես Փաշինյանին вообще չեմ խոսած։ Ինքը մեզ խաբել է առաջին։ Ասել է Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Եվ մեզի բոլորին է ծախեց։ Հրաժարական տա։ Ասած Եվրոպայդանից։ Ինչ ղեկավար։ Հենց ղեկավարը պետք որ աշխատատեղերը ստեղծի, մարդիկ աշխատեն, ոչ թե թոշակառուին ասում է գնա աշխատի բիզնես արա։ Բիզնես անեն, որ իմ բիզնեսից էլ կտրի, մտամ քիչ է թոշակս կտրեմ, 27000 դրամ փող եմ ստանում թոշակ։ Դա փող է։ Թորնիկներից չեմ կարամ մի բան առնեմ, չեմ կարամ գնամ Երևան թորնիկներից տեսնեմ։ Սա ապրելակերպ չի։ Միշտ եմ ասի, ես եմ միշտ եմ, ապա ասեմ արա, вообще կարքին աշխատես, ինչ ես անալ։ Չգիտեմ ինչ կասեմ։ Կասեմ, որ լավ չես ղեկավարը։ Գիշերը քնում են ու մտածում, թե ինչ վատ բան անեն, առավոտյան որ այս թոշակառուներին սպանեն, ուզում են թոշակառուն մեռնի, ոչինչ, իրանց էլ վատը կամեցող շատ կա, Աստված կա, մենք հավատացյալ մարդիկ ենք, այսինքն հավատացյալ, մենք միշտ հավատքով ենք եղել, կանք ու պիտի լինենք, իսկ եկեղեցին ով կքանդի, ինչ կանի, ինչ չանի, ամոթ իրանց, բառից լայն իմաստով, ամոթ խորհրդարանի անձնակազմին, ամոթ։ Ու ես անգամ ցանկանում եմ, որ սենց ելույթները լի եւ հնարավորություն տրվի, որ մարդը իր հասկացածն ու ցանկացածը արտահայտվի, բայց ինքը Նիկոլները, այն իր ազգային ժողովի նախագահան սա, մյուսը կարծում են ու շատ ժպիտով ոչ իրանց վերաբերվում է այդ թերությունները, ոչ էլ իրանց ուզում է, ոչ էլ իրանք պատրաստվում են, որ մեզ մարմի լավ բան անեն, չեն անելու։ Հունիսի 7-ին այո մենք հուսալքված ենք։ Ընտրություններն եղավ, վերջացավ, այս մի երկու խափուսիկ փաթեթ-մաթեթներն է կվերացնեն, ես դրանում վստահ եմ, ու կքաշվեն գրախ։ Այ այն ժամանակ կլի Թուրքի Հայաստան, Թուրքի, որ հասկանում ենք մեղավոր ենք, մեղավոր չենք։ Այո, ունենք ուղեղ եւ հասկանում ենք ամեն նյուանս։ Դա նպատակ է, երկիր քանդելու նպատակ։ Մասիսարը հանեցին տամոժնի էին կանցնում, ես վերջերում նորից հարցրեցի, ասեցի ռուսական տամոժնում։ Մեր սարերը հանվել է իսկապես, ասեցին, հա դե խփածա տեսեք էլի։ Ինչի համար հանեցին։ Որ ստիրաշահեն նրանց, հա, որ մեզ ռոմաշտո չճանաչեն եւ որ մի էջին անդրադառնամ այդ վատ էջերին, որ մեկին, որ խոստացավ ու չարեց ոչ մի բան։ Այնքան շատ բան, կասեմ որ սխալակո կարգ այդ տոկոսներով թոշակին տալը, բայց այդ մարդը թոշակը տալիս ես, ասում մենակ դրանով առևտուր է։ Բա կոմունալ վարձերը ոնց մուծի։ Մենակ թոշակ է ստանում, կոմունալը ոնց մուծի։ Կրթության նախարարին կասեմ, որ դու Երևանում Հովհաննես Թուվանյանի տուն-թանգարանը 4 տարի առաջ փակել ես որպես վերանորոգում, բայց լիկվիդացրել ես, հանուն ինչի։ Մեր երկիր ուր է ստանում։ Ուրիշը իր ազգային մեծությունները բարձրացնում է, իսկ դու մեր պատմությունը ավիրում ես, հանուն ինչի։ Երկրի լավն ես ուզում, թե վատը։ Մենք շատ բան ենք բողոքում, բայց տեղ չի հասնում։ Ընդཐུպ կրթության ոլորտում, ընդཐուպ աշխատավարձների ոլորտում, որ հավասար չի, այսօր բժիշկներն իրար ուտում են, նա ասում են մեկին շատ ա տվել, ինձ քիչ ա տվել։ Ինչի 7 ժամ խիրուրգը կամ 10 ժամ խիրուրգը վիրահատություն անը, մի վիրահատության համար 20000 փող ա տալի։ Այդով 7-8 ժամ կաշխատի 20000 աշխատավարձ կստանա, այն էլ մարդու կյանք փրկի։ Չեմ ուզում, ինչի չեմ կարա, ինչ ա եղել։ Եվ կրթությունն է հերիք, եւ ամեն ինչն էլ հերիք է, բայց մեղքի հայ ազգի, այսօրվա օրը գործարանները դարդակված, կգնացեք սատը, կայարանի սատը, գնացեք մտեք, երիտասարդությունը հենց այնպես վեր ու վար, վերու պապիրոս ուզելով ման են գալիս, գնացեք նայեք, սա լաց է, համազգային լաց է, իհար իրակրիգս հատո լավ գիդի, սամալյոտով որ երգիրը թրնի և որտեղ վադնի, ծախսի։ Ես շատ էի ուրախացել, մտածում էի, ինչ լավ մարդ է էլի, բավականին կոքնի, որ ղեկավարանի մարդկանց բարելավի վիճակները, բայց արի տես ամեն ինֆորմացիա մարդը ստանում է, տեսնում ենք 18 թվականին ինչ էր խոսացել, հիմա լրիվ հակառակ բանն է խոսում, անկախ քեզանի
շատ վատ եմ զգում։ Երկրի ղեկավարը չի կարա ցենց բան ասի։